Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1392-րդ օրն է։ Իրադարձությունները այնքան շատ են, որ եթե չլինեին փողոցների սուրբ ծննդյան զարդարանքները, կարելի էր մտածել, թե սովորական աշխատանքային օրեր են։ Չհասցրեցինք մի լավ ուրախանալ ՍԲՈ-ի դրոնների կաթվածահար անող խոցումներով Կասպյան նավթագազային հարթակներին, երբ նախօրեին երեկոյան Ուկրաինայի անվտանգության ծառայության դրոնները հարվածեցին ռուսական Սուզանավին, Նավառասիսկի նավահանգստում։ Ինձ թվում է կադրերը մեր Telegram-ում տեսել եք։ Սա պատմության մեջ առաջին նման դեպքն էր։ Ռուսները այնքան էին շփոթվել եւ սկսել էին դա հերքել։ Այդ հետամնացները այդպես էլ չհասկացան, որ արդեն 21-րդ դարն է եւ ամեն ինչ նկարահանվում ու փոխանցվում է շատ ավելի արագ, քան Մոսկվայում կարծում են կամ կարողանում են մտածել, հա։ Մի խոսքով, այս օրերին Պուտինյան Ռուսաստանը խայտարակությունից խայտարակություն է անցնում։ Իդեպ այս գիշեր Սմոլենսկի մարզում գտնվող քիմիական գործարանի խոցման փաստն է հաստատվել։ Սա երկրորդ այդ գործարանի խոցումն է։ Քիչ հետո պատճառները ձեզ կներկայացնեմ։ Պուտինը ռազմաճակատում հաղթանակներ չունի, փոխարենը կան հզորագույն հարվածներ Ռուսաստանի կարևոր օբյեկտներին, որոնք միաժամանակ հարվածներ են նաև Կրեմլի ինքնասիրությանը, եթե այն երբևէ իհարկե գոյություն է ունեցել։ Սա Պուտինի բանակի պես երեխաներ ռմբակոծել ու սպանել չէ։ Սա բարձր ճշգրտության հարվածներ են Ուկրաինայի կողմից, որոնց թիվը գնալով աճում է։ Այժմ սպասում ենք սերիալի երկրորդ մասին Թրամփի այսպես կոչված խաղաղության պլանի վերաբերյալ արդեն սկսել են մրթմրթալ Մոսկվայում, Բերլինի պայմանավորվածությունների ֆոնին, բայց բարդ ընտրության առաջ են կանգնած Մոսկվայում, արհեստական հաղթական ֆոնը հոդս ցնդեց Զելենսկու-Կուպյանսկ այցով եւ Ռուսաստանի տարածքում կարևոր թիրախների ծանր խոցմամբ։ Ինձ թվում է քչերի մտքով կարող էր անցնել, որ ուկրաինական դրոնները կհասնեն Կասպից ծով ու կսկսեն ռմբակոծել նավթի ու գազի պլատֆորմաները։ Բերլինում ընթացող բանակցությունների ֆոնին համաշխարհային լրատվականները սկսեցին լցվել գայթակղիչ վերնագրերով։ Գերմանիան ու Ուկրաինան ստեղծում են ռազմական դաշինք, գրում է Bild-ը, Ամերիկան ու Ուկրաինան մշակել են անվտանգության երաշխիքներ, ՆԱՏՕ-ի օրինակով հաղորդում է BBC-ն, Կրեմլն արդեն պատրաստում է իր ոչը Թրամփի խաղաղության ծրագրին, չի հանդարտվում գերմանական Bild-ը, եւ միայն Guardian-ն է գրել, որ Ամերիկան եւ Ուկրաինան հեռու են համաձայնությունից, չնայած կողմերի լավատեսությանը։ Իմջայլոց Գերմանիայի եւ Ուկրաինայի նոր ռազմական համագործակցությանը դեռ կանդրադառնամ այսօրվա եթերում։ Երեկ, երբ ես անդրադարձա ՆԱՏՕ-ի թեմային, հատուկ թողեցի ավարտ այսօրվա համար, որպեսզի ուկրաինացիների փոփոխված տրամադրությունների հետ միասին ամբողջական պատկեր ներկայացնեմ դες։ Ինչպես արդեն ասել էի նախօրեին, ՆԱՏՕ-ն ուկրաինացի քաղաքական գործիչների կողմից դիտարկվում էր պաշտպանության եւ անվտանգային դաշինքի համատեքստում, սակայն ինչպես ցույց տվեց փորձը, կազմակերպության բյուրոկրատական մեխանիզմները եւ այնտեղ ներթափանցած ռուսական կազաչոկները, ինչպես Հունգարիան եւ իմջայլոց ոչ միայն Հունգարիան, ՆԱՏՕ-ն, եթե ոչ կաթվածահար վիճակի հասցրին, ապա շատ դանդաղաշարժության, որը չի համապատասխանում մեր Ուկրաինայի պահանջներին Ռուսաստանի նման հարևան ունենալու պայմաններում։ Մեզ պետք են ՆԱՏՕ-ի 5-րդ կետի նման, բայց ռեալ երաշխիքներ, ինչը ներդրվում է ամերիկյան կողմի հետ բանակցությունների փաստաթղթերում։ ՆԱՏՕ մտնելը ինքնանպատակ չէ, դա անվտանգություն ապահովելու համար էր։ Եթե ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ, ուրեմն այլ անվտանգային ճարտարապետություն կգործարկենք, այն անեկդոտի պես, հա, вам шашки или ехать, нам ехать։ Պատերազմը շատ հարցերի պատասխան տվեց, իսկ Ամերիկայում Թրամփի իշխանության գալով փոխվեց նաև ուկրաինացիների վերաբերմունքը Ամերիկայի նկատմամբ։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ ավելի սուր է զգացվում եւ Թրամփի այսպես կոչված խաղաղարարությունը, որն ըստ էության պարտվող Ռուսաստանին փրկելու փորձ է, հանգեցրեց նրան, որ մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում զգալիորեն փոխվեցին վերաբերմունքը Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Մեր մարդիկ ավելի գնահատեցին մեր ուկրաինական կարողությունները եւ չեն տրվում տասնամյակներ ստեղծված պատրանքներին, թե բարի քեռին մեզ կպաշտպանի, մենք մեզ կպաշտպանենք։ Բարի քեռին էլ կօգնի, լավ է, չի օգնի, Աստված իրենց հետ։ Ինչպես ասացի, նոր հարցումներ են տեղի ունեցել եւ այսպես հարցվածների միայն 21%-ն է վստահում Ամերիկային, սա նվազում է 41%-ից 24 թվականի դեկտեմբերի ֆոնին, չեն վստահում Ամերիկային 48%-ը, սա աճ է 24%-ից անցած տարվա դեկտեմբերի ֆոնին, իսկ 32%-ը ուկրաինացիների չկարողացան
կարողացան կողմնորոշվել, միևնույն ժամանակ 25 թվականի մայիսին ուկրաինացիների 90%-ը շատ լավ էր վերաբերվում սովորական Ամերիկայի բնակիչներին, բացի այդ ուկրաինացիների միայն 34%-ն է վստահում ՆԱՏՕ-ին, մինչդեռ 24 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշը 43% էր։ Եվս 41%-ը չի վստահում ՆԱՏՕ-ին, սա 25%-անոց աճ է անցած տարվա համեմատ, իսկ եւս 25%-ը չի կարողացել կողմնորոշվել, ինչ պատասխան տալ։ Միևնույն ժամանակ պահպանվում է ուկրաինացիների կայուն վստահությունը Եվրոպական միության նկատմամբ, Եվրոմիությանը վստահում են հարցվածների 49%-ը, չեն վստահում 23%-ը, 24 թվականի դեկտեմբերին համապատասխանաբար 46%-ը վստահում էր եւ 19-ը չէր վստահում, այսինքն գրեթե առանց փոփոխության կամ մի փոքր աճի գրանցում։ Մնացած 27%-ը պատասխանել են, թե դժվար է միանշանակ ասել։ Տնտեսական կարևոր գործոնի մասին ասեմ, նավթի համաշխարհային գները մայիսի 5-ից ի վեր այս տարվա առաջին անգամ իջել են 1 բարելի համար $60 հոգեբանական նշագծից ցածր։ Պուտինի եւ Ալիևի վիճակը ավելի է բարդանում, ինչը մեզ համար շատ լավ է։ Իմիջիայլոց Չինաստանի տնտեսությունը, որը համարվում է աշխարհի ամենաուժեղներից մեկը, ցույց է տալիս ճգնաժամի հստակ նշաններ։ Ռուսաստանին վասալ դարձնելն էլ չի օգնել փաստորեն Չինաստանին։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը խթանելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում եւ խնդրում եմ բաժանորդագրվեք ովքեր դեռ բաժանորդագրված չեն, դա շատ կարեւոր է ալիքի համար։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք, շատ հաճելի կադրեր ունենք։ Կցանկանայի եւս մեկ կարեւոր փաստ ներկայացնել ուկրաինացիների հասարակական կարծիքից։ Ուկրաինացիների մեծամասնությունը 63%-ը շարունակում է պատասխանել, որ պատրաստ է դիմանալ պատերազմին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Սեպտեմբերին այդ ցուցանիշը 62% էր։ Այսինքն, չնայած նրան, որ ռուսական հարվածները էներգոհամակարգին ավելի սաստկացել են, ուկրաինացիների կամքն էլ է ամրացել։ Ընդհանուր առմամբ հասարակությունը մեծ ըմբռնումով է վերաբերվում տեղի ունեցողին։ Միևնույն ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցով գործընկերների հետ ընթացող բանակցություններում այժմ քննարկվում են ամենաբարդ կետերը, մասնավորապես տարածքների հարցը, որի շուրջ մինչ այսօր կոնսենսուս չկա։ Զելենսկին պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ Ամերիկան ցանկանում է արագ կարգավորում, իսկ Ուկրաինան ցանկանում է որակյալ կարգավորում։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Ամերիկայի կողմից նախապես առաջարկված 28 կետերից բաղկացած խաղաղության պլանը պարունակում էր որոշ կործանարար դրույթներ եւ կարեւոր է, որ այժմ դրանք հանված են փաստաթղթից։ Զելենսկին նաեւ ասել է, որ ամերիկյան կոնգրեսը պետք է հաստատի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որպես Բեռլինում բանակցությունների ընթացքում քննարկված 5 փաստաթղթերից մեկը։ Նա պարզաբանել է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մի փաստաթղթի, որտեղ ամրագրված են պայմաններ, որոնք հայելային են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, ինչի շուրջ արդեն կա պայմանավորվածություն ամերիկյան կողմի հետ։ Կուպյանսկի մասով հարցին նույնպես եղավ պատասխան Զելենսկու կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ այցելել է Խարկովի մարզ, Կուպյանսկ քաղաք, ռուս բռնապետ Պուտինի ստերը բացահայտելու նպատակով։ Այս մասին ուկրաինացի առաջնորդը հայտնել է Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Իդեպ պարտիզանների տվյալներով Կուպյանսկում ռուսական զորքերը գտնվում են շրջափակման մեջ եւ Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվում է նրանց համակարգված ոչնչացումը։ Դրա հերթական ապացույցը հայտնվել է դեկտեմբերի 15-ին, մեր Telegram-ում դրել ենք մանրամասները։ Մինչ ռուս զինվորները զոհվում են կամ հայտնվում շրջափակման մեջ, Կրեմլը շարունակում է ցուցադրել կեղծ ինքնավստահություն եւ արտգործնախարարի տեղակալի շուրթերով հասկացնել է տալիս, որ իբր զիջման չի գնա։ Ուկրաինայի, Ամերիկայի եւ Եվրոմիության միջև Թրամփի այսպես կոչված խաղաղության պլանի շուրջ բանակցությունների ֆոնին Կրեմլում սկսել են հող նախապատրաստել հրաժարվելու համար։ Մոսկվան դեռ առանցքային խորհրդակցությունների մեկնարկից առաջ հստակ հասկացնել էր տվել Կիևի լիակատար կապիտուլյացիայից բացի որևէ տարբերակ չի ընդունվի, սակայն կապիտուլյացիան անհնար է, քանի որ Ռուսաստանը չի կարողացել հաղթել։ Հետևաբար Թրամփի բոլոր ջանքերը կամ կհանգեցնեն Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների, կամ էլ Թրամփի վարկանիշի նոր անկման, եւ թե Ամերիկայում եւ թե աշխարհում։ Եթե հանկարծ խայտարակվելուց հետո Թրամփը նոր պատժամիջոցներ չմտցնի Կրեմլի հանդեպ, կամ ասենք տամագավ քրտիրներ չտամես գոնե մի 200 հատ, միգուցե այդպես Թրամփը կարողանա իր ռեյտինգը փրկել։
Շատ կարևոր թեմա, միևնույն ժամանակ Բերլինը հաստատել է Ուկրաինայի հետ պաշտպանության ոլորտում խորացված համագործակցության ծրագիրը, խոսքը երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմական գործողության ձևավորման մասին է։ Կառավարող կոալիցիայում համաձայնեցված ծրագրի համաձայն Գերմանիան եւ Ուկրաինան կկառուցեն համակարգային համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այն ներառում է ոչ միայն զենքի մատակարարումները, այլ նոր զինատեսակների համատեղ մշակում, արտադրություն եւ ներդրում։ Հեռանկարում համատեղ ստեղծված համակարգերը կօգտագործվեն թե ուկրաինական բանակի կողմից ռազմաճակատում, թե Բունդեսվերի կողմից իր կարիքների համար։ Գերմանիան արդեն իսկ հանդիսանում է Ուկրաինայի խոշորագույն ռազմական դոնորը Եվրոպայում։ Նա Կիևին, որը դիմակայում է ռուսական ագրեսիային, մատակարարել է ավելի քան 40 միլիարդ եվրոյի զինտեխնիկա եւ սպառազինություն։ Այժմ Բերլինը անցնում է հաջորդ փուլին, որը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար, այդ թվում գերմանական պաշտպանական արդյունաբերության։ Գերմանիայի իշխանությունները Ուկրաինային դիտարկում են որպես ռազմավարական գործընկեր, եզակի մարտական փորձով եւ տեխնոլոգիական մշակումներով, հատկապես անօդաչու համակարգերի ոլորտում։ Իդեպ, ովքեր չգիտեն, ասեմ, որ Ուկրաինան արդեն 5 տեսակի բազում դրոններ է արտադրում՝ օդային տակտիկական եւ հեռահար դրոններ, ցամաքային դրոններ, հակաօդային շահեդ բռնող դրոններ, ծովային եւ ստորջրյա դրոններ, որոնցից մեկով էլ 3 խոցվեց ռուսական կալիբրներ կրող Սուզանավը։ Վերադառնալով Գերմանիային, ասեմ, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համատեղ հետազոտական եւ արտադրական նախագծերին։ Գերմանիան մտադիր է օգտագործել Ուկրաինայի տեխնոլոգիական առավելությունը դրոնների եւ ժամանակակից պատերազմ վարելու այլ միջոցների մշակման մեջ, միաժամանակ ապահովելով տեխնոլոգիաների մշակման փոխանակում։ Նախատեսվում է Գերմանիայում արտադրել Ուկրաինայում մշակված զինատեսակներ, ինչպես նաեւ ստեղծել նոր համատեղ ձեռնարկություններ։ Առանձին ուղղություն կլինի ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը համաեվրոպական զինտեխնիկայի շուկա։ Քննարկվում է նաեւ ուկրաինական տարածքում պաշտպանական նախագծերում ներդրումներ կատարող գերմանական ընկերություններին պետական ներդրումային երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։ Երկու բառ Չինաստանից խոսենք։ Չինաստանի Ռուսաստանի առանցքային ռազմավարական դաշնակցի գովաբանված տնտեսությունը այս տարի սկսել է նկատելիորեն կորցնել աճի տեմպերը։ Թարմ տվյալները ցույց են տալիս, որ արդյունաբերական արտադրության աճը դանդաղել է վերջին 15 ամիսների ամենացածր մակարդակին, իսկ սպառողական ակտիվությունը դարձել է ամենաթույլը 22 թվականի վերջից ի վեր։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ներքին պահանջարկը Չինաստանում շարունակում է մնալ թույլ, ինչի պատճառով Պեկինը ավելի ու ավելի է կենտրոնանում արտահանման վրա, սակայն այս ռազմավարությունն էլ է սկսում ձախողվել եւ Չինաստանի առևտրային գործընկերները զգուշանում են եւ ավելի հաճախ խոսում են սեփական շուկաների պաշտպանության մասին։ Միևնույն ժամանակ ռեկորդային առևտրային պրոֆիցիտի ֆոնին նոր մաքսատուրքերի հնարավոր կիրառման մասին արդեն հայտարարել են Ֆրանսիան եւ Մեքսիկան։ Չինաստանը, ավելի ճիշտ նրա տնտեսությունը, երկար ժամանակ հանդիսանում էր նաեւ էներգակիրների գների աճի շարժիչ ուժերից մեկը, իսկ բարձր գները, ինչպես մենք հայերս գիտենք, հանգեցրեցին մեր հակառակորդների նավթ ու գազ արտահանող Ռուսաստանի եւ Ադրբեջանի եկամուտների աճին, ինչն էլ բերեց պատերազմների եւ կորուստների։ Եվրոպայում շարունակում են բորբոքվել քննարկումները Ուկրաինային ֆինանսական աջակցության տրամադրման ձևի շուրջ։ Կարծում եմ ձևաչափը կգտնվի, սակայն այդ ճանապարհին կբացվեն Կրեմլի եւս մի քանի պահածոներ, իսկ Ռուսաստանում Պեսկովի բերանով մերժում են Սուրբ Ծննդյան հրադադարը, իսկ այդ երկրի գիտնականները ձեռնամուխ են եղել Պուտինի գաղափարի իրականացմանը կյանքը մինչև 150 տարի երկարացնելու մասին։ Սա այն շարքից է, երբ բոլոր երգերը արդեն երգված են, մնացել է սարի սմբուլը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 151 մարտական բախում։ 1 մարտական բախում է տեղի ունեցել Հյուսիս-Սլոբոդյանյան եւ Կուրսկի ուղղությունով։ Հարավ-Սլոբոդյան ուղղությամբ մեր զորքերը կասեցրել են 4 ռուսական հարձակում, 1 ռուսական հարձակում տեղի ունեցել Կուպյանսկի ուղղությամբ։ Մեր պաշտպանները հետ են մղել թշնամու հարձակումը Պիշանեի մոտ։ Կոնստանտինովկայի ուղղությամբ ռուսական զորքերը ձեռնարկել են 20 հարձակում։ Ալեքսանդրովսկի ուղղությամբ թշնամին իրականացրել է 24 հարձակում։ Պակրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են 40 ռուսական նոր գրոհ։ Զապորոժիեի մարզի Գուլայպոլեի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել 13 ռուսական հարձակում։ Ուկրաինական զորքերը շարունակում են պաշտպանել Պակրովսկի ագլոմերացիան։ Անցած շաբաթվա ընթացքում Պակրովսկի համար մղված մարտերում ռուս օկուպանտների ընդհանուր կորուստները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 30%-ով։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են եւս 1150 ռուս օկուպանտ,
Ոչնչացվել է նաև 9 տանկ, 6 զրահամեքենա, 67 հրետանային համակարգ, 1 սուզանավ եւ 442 անօդաչու թռչող սարք։ Մեկ օրում ռուսական կողմից կորցրած զենքի եւ զինամթերքի թիվը անցավ 700-ից։ Ուկրաինական ուժերը շարունակում են կարևոր խոցումները ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Բոլոր հնարավոր կադրերը մեր Telegram-ում են։ Մի քանի բառ ասեմ Սմոլենսկի մարզում քիմիական գործարանի խոցման նշանակության մասին։ Պետք է նշել, որ այս գործարանի արտադրանքը կարևոր նշանակություն ունի ռազմական նպատակների համար։ Այնտեղ արտադրվող ամոնիումի նիտրատը եւ տարբեր ազոտային միացությունները ժամանակակից պայթուցիկ նյութերի ստեղծման հիմնական բաղադրիչներն են, եւ այսինքն գործարանը օրինական թիրախ է մեր զորքերի համար։ Ուկրաինական գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր ռուսական զորքերի ընդհանուր կորուստները արդեն կազմել են 1,190,620 ռուս օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է, կարելի ասել եւս մեկ կլոր թվի շեմ անցանք։ Ուկրաինայի հոբ ուժերը 3 գիշերը խոցել են թշնամու 57 դրոն, 7 վայրերում ցավոք գրանցվել է 10 դրոնի հարված։ Աշխատանքային օրով շատ չի երկարացնեմ եթերը, ամենագլխավոր իրադարձությունների մասին ձեզ հայտնեցի։ Խնդրում եմ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը։ Ձեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում եւ մինչ նոր հանդիպում վաղը, հուսանք ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։